300,000 ադրբեջանցիները։ Ես խորապես հավատում եմ, որ մենք կվերադառնանք։ Ես ուզում եմ լաց լինել ուրախությունից, որովհետև լեռների այդ կողմը հին Ադրբեջանն է։ Կարծում եմ, մենք արևմտյան Ադրբեջանի մի հատվածում ենք։ Ինչպես է Ադրբեջանը ծախսում միլիոնավոր դոլարներ այս երևույթի տարածման, հանրայնացման վրա։ Մեր հողերը օկուպացվեցին 90-ականների սկզբին, ինչը ստեղծեց հումանիտար աղետ։ Հայաստանից մարդիկ կարող են գնալ ավտոմեքենայով, այդ թվում Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ, այդ թվում Երևան։ Ադրբեջանը Հայաստանի տարածքն անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Սա պատմությունն աղավաղելու փորձ է, տարածքային պահանջ, թե մեր երկրի տարածքը զավթելու նախապատրաստություն։ Միանշանակ եւ տարածքային հավակնություն է Հայաստանի հանդեպ, եւ Հայաստանի դեմ ապագա զավթողական գործողությունները արդարացնելու, լեգիտիմացնելու միջոց, եւ առհասարակ հայկական պատմական լեգիտիմությունը այս տարածքում վիճարկող քայլ։ Ինչ վերաբերում է Ալմատայի հռչակագրին, ապա դրա մասին խոսույթը միակողմանի է։ Այն թե իբր Ալմատայի հռչակագրով ստորագրող կողմերը ճանաչել են փոխադարձության սկզբունքով միմյանց տարածքային ամբողջականությունը, դա միմիայն Հայաստանի ներկայիս իշխանությունների մեկնաբանությունն է։ Դուք շատ մեծ դժվարությամբ կգտնեք, եթե չասեմ, որ առհասարակ չեք գտնի համանման հայտարարություն Ադրբեջանի կողմից, որ մենք էլ ճանաչել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին մենք գիտենք, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր հատուկ ընթացակարգով ծանոթացել են այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի նախագծին եւ հստակորեն հետո հանրային դրա մասին ասել են, որ այնտեղ չկա որևէ հիշատակում քառակուսի կիլոմետրերի եւ դրա ներքո միմյանց ամբողջականությունը ճանաչելու մասին։ Նախիջևանում տեղի ունեցած Վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն համաժողովից Բաքվում կայացած Վերադարձ Արևմտյան Ադրբեջան պատմական արդարության եւ մարդու իրավունքների վերականգնում խորագրով միջոցառումից հետո պաշտոնական Երևանը լուռ է։ Ինչու՞։ Ինչպես էր անհրաժեշտ արձագանքել նման միջոցառումներին։ Երբ որ կա արդեն կոնտեքստ, վերջին 6 տարվա, 8 տարվա, եթե կուզեք 30 տարվա, այդ ամբողջ կոնտեքստը հուշում է, որ ուղղակի կա համաձայնություն կամ առնվազն նախահամաձայնություն այդ թեմայի շուրջ եւ ըստ այդմ Հայաստանի գործող իշխանությունները չեն կարող վեր կենալ եւ հերքել մի բան, որ փակ դռների հետևում իրենք համաձայնություն տվել են։ Առհասարակ նման միջոցառումներին արձագանքելու ճիշտ ձևը հստակորեն պետական մակարդակով առաջին այրերի կամ համապատասխան այրերի պատկան անձանց մակարդակով բողոք հայտնելն է։ Հստակ արտահայտված բողոք։ Հմուտ աչքը միգուցե նկատել է, որ երբեմն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շատ այսպես վարանոտ պատասխաններ է տալիս, որ նման գործողությունները, նման խոսույթը այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի առնվազն չի նպաստում խաղաղության process-ին։ Բայց գիտեք, երբ որ մի կողմից ուղղակի այսպես էպիզոդիկ ռեակտիվ արձագանքեր են զուտ հանրային դժգոհությունը մեղմելու համար, իսկ մյուս կողմից հետևողական ամենօրյա քաղաքականություն, ասիմետրիան հուշում է, որ ժողովրդական լեզվով ասած միգուցե ինչ-որ մի բան կա։ Ամենաթարմ հայտարարություններից մեկը ադրբեջանցի падգամավորը, Միլի Մեջլիսի падգամավորը պատահական մեկը չէ, հստակ հայտարարել է, որ խաղաղության միակ նախապայմանը երկու ժողովուրդների համատեղ բնակեցումն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 500,000 հայերի Ադրբեջան վերադառնալու թեման փակել է ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու հարցը։ Բաքուն խախտում է պայմանավորվածությունը, թե հարցը շահարկելով հող նախապատրաստում ապագայում որևէ զիջում կորզելու համար։ Բաքուն ունի քաղաքականություն եւ հետեւողական դա առաջ է տանում։ Որպեսզի մենք պատասխանենք հարցին Բաքուն պայմանավորվածությունը խախտում է թե չէ, մենք նախ պետք է իմանանք պայմանավորվածություն կա թե չէ։ Իրենք ինչ են ասում։ Իրենք ասում են մենք փակել ենք Արցախի հայերի եւ առհասարակ խորհրդային Ադրբեջանի տարածքում ապրած հայերի վերադարձի հարցը հայելային սկզբունքով։ Իրենք էլ հետ չեն գալու Հայաստան։ Նախ մի կողմ դնենք, որ տարբեր թեմաներ են։ Սա ճշմարիտ կլիներ, եթե գոնե մի անգամ ադրբեջանից էլ նույն բանն ասեին։ Դուրս գային այդ ճակերտավոր արևմտյան ադրբեջանցիներին, որ օրը մեջ փառատոն են անում։ Ասեն, գիտեք, Ժողովուրդ ջան, մի էլի սին հույսեր տածեք։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասեց Եվրոպայում։ Ասեց ես չեմ ուզում որ Ղարաբաղի հայերը սին հույսեր տածեն իրենց վերադարձի հետ կապված։ Այ որ Ալիևը կանգնի ասի սիրելի արևմտյան ադրբեջանցիներ, սին հույսեր մի տածեք։ Մենք պայմանավորվել ենք, որ Ղարաբաղի հայերը հետ չեն գալու Ղարաբաղ, դուք էլ հետ չեք գնալու նախկին խորհրդային Հայաստան։ Այդ ժամանակ իր ասածը վալիդ կլինի, բայց քանի դեռ դա միակողմանի է, նշանակում է ուղղակի Հայաստանի բնակչության գլխի տակ փափուկ բարձ դնելու միջոց է։
Ինչպես մեկընդմիշտ փակել ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման թեման։ Սրա համար առաջին հերթին նախ պետք է իշխանության փոփոխություն, որովհետև դրա համար նախ պետք է կամք առաջին հերթին։ Մենք Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչների կողմից հայտարարություններ ունենք, որոնք ուղղակի ոչ թե հակասում են, այլ փաստում են ադրբեջանցիների ասածները, որ այո, միգուցե մի օր այստեղ կան ադրբեջանցիներ, թուրքեր, որ ով ասեց, որ առհասարակ սա միայն հայկական պետությունը, հայերի պետությունը, այստեղ պետք է բազմազգ լինի, ոչ թե մոնոէթնիկ, միազգանի պետություն։ Հետևաբար նախ պիտի սուբյեկտը փոխվի, այսինքն լինի այնպիսի իշխանություն, որի համար այո, Հայաստանը հայերի ազգային հայրենիքն է։ Մնացածը արդեն տեխնիկայի հարց է։ Դրա համար պետք են եւ իրավական, եւ քաղաքական, եւ իհարկե ռազմական միջոցներ։ Ռազմականը հարձակվելու մասին չէ, ռազմականը զսպման մասին է, որ դիմացին է իմանա, որ չի կարող ամեն քայլափոխին քեզ շանտաժի ենթարկել ռազմական հարձակմամբ։ Հիմա օրինակ այդ Ազիզ Ալակբարլու կոչվածը, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարը բառացի դա է ասում։ Եթե համատեղ բնակություն չլինի, ես մեր խեղճ ու կրակ մարդիկ չվերադառնան իրենց հայրենի բնորաններ, աբսուրդային է խոսել խաղաղության մասին։ Եթե աբսուրդային է խոսել խաղաղության մասին, ուրեմն պատերազմ են սկսելու։ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը, օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը, պահանջում է փոխել սահմանադրությունը, ապահովել ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, բացառել հայ սահմանապահների հետ, ադրբեջանցիների շփումը եւ այլն։ Սա է խաղաղության գինը։ Ինչպես հասնել իրական արժանապատիվ խաղաղության։ Ընդհանրապես խաղաղության հասնելու համար պետք են պայմաններ։ Եթե Ադրբեջանը էլ չի ուզում մեզ վերացնել, ինչի համար օրինակ նա օկուպացրել Գորիս-Կապան ճանապարհը։ Ադրբեջանական շահի տեսանկյունից այդ ճանապարհը ոչ մի նշանակություն չունի, ոչ տնտեսական, ոչ լոգիստիկ։ Դա նշանակություն է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ որ դրանով իրենք վատություն են անում Հայաստանին, բարդացնում են Հայաստանի լոգիստիկան, սպառնալիք են ստեղծում շրջակա գյուղերի բնակչության համար։ Եթե սա է իրենց քաղաքականությունը, տարածքներ գրավելը, նոր տարածքներ պահանջելը, ապօրինի պատանդներ պահելը Բաքվում, ստացվում է, որ իրենք չեն հրաժարվել Հայաստանն ու հայերին վերացնելու քաղաքականությունից։ Այսինքն խաղաղություն այս կետից արդեն չկա։ Խաղաղությունը միայն կինետիկ բռնության բացակայությունը չէ։ Գործող իշխանությունները փորձում են մարդկանց համոզել խաբել, որ սահմանին էլ կրակոց չկա։ Այո, չկա կինետիկ բռնություն, այս պայդրությամբ չկա։ Դա դեռ խաղաղություն չէ։ Խաղաղությունը այն է, երբ որ երկուստեք փոխադարձաբար չկա իրար վերացնելու մտադրություն, որը տրանսֆորմացվում է քաղաքականության։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից միակողմանիորեն կա մեզ վերացնելու այդ մտադրությունը, որպես իրական խաղաղություն լինի, նրանց համար պիտի այդ մտադրությունը բավականին ծախսատար լինի, որ ժողովրդական ասած ձեռք քաշեն դրանից։